Լույս Բարիսելի հեռուստադիտողներ, բարի լույս սիրելի հայրենակիցներ, Կենտրոն հեռուստաընկերության ուղիղ եթերում մենք մեր աշխատանքը սկսեցինք, միացեք մեզ, հետաքրքիր եթեր է սպասվում, ինչպես միշտ հետաքրքիր հյուրերով եւ իհարկե համեղ խոհանոցով։ Լույս բարիսիրելի հեռուստադիտողներ, եղանակը տաք է, ինչպես տեսնում եք, 20-ից 22 աստիճան տաքություն է խոստանում կեսօրին, երեկոյան 11-ից 13, չնայած որ գիշերը ոնց որ թե ամպրոպ, անձրև, կայծակ, չգիտեմ ինչ, բայց այո, առավոտյան այնուամենայնիվ արևոտ պայծառ եղանակ է։ Խցանումներ անհասկանալի, աննկարագրելի, աննախադեպ, ոնց եք այդ գովազդը, աննախադեպ խցանումներ, որևէ մեկ բարեկային ծառայություն հենց այսօր թարսի պես չկար, որպես կանոն օրինակ այն օրերին, որ մենք արձակուրդ էին դպրոցներում եւ գիտես դե որքան է թեթևանում երթևեկությունը, այդ թեթև համարյա թե կարելի ասել 15 րոպեում քաղաքի եսերի ցենտրերը կարելի էր հասնել, բայց հենց այդ օրերին բարեկային ծառայությունները կանգնած են մի X խաչմերուկներում, այնպես չի որ տենց շատ։ Այսօր ուրեմն դե խցանում էր չասեմ էլ որտեղից, մեր տնից սկսած, դրան դեմից երևի, հա, չես հավատում, իսկապես, սկսված խցանումներ էր, այնտեղ ցույց էր տալիս, որ ինչ-որ վթար է եղել, անհավանական խցանում, էլ չասեմ գազանանոցի այդ ճանապարհին, այնտեղ առհասարակ երևի թե մեքենաները չէին էլ ուզում արդեն մտնել, ես եկել եմ, որտեղ որ միշտ կա բարեկային ծառայության աշխատակից, որևէ մեկը կանգնած չէր, այդպես էլ, ոնց որ հատուկ անել, դե որ խցանում է գնացեք տապակվեք։ Դրա համար ով ինչ ուզում անում է, ոնց ուզում անում է, ինչքան ուզում անում է, տենց էլ չհասկացա ինչ է տեղի ունենում, ինչի հատկապես նման ծանրաբեռնված օրերին մի պատասխանատու մեկին չես տեսնի, որ ճանապարհ բացի, բայց այն օրերին, երբ ճանապարհը լրիվ բաց է, իրենք ասում են՝ «Արի, գնա»։ Իմ կարծիքով դու ես մեղավոր։ Ինչու՞։ Ավանի տունը վաճառի, արի Հալաբյանի վրա տուն առ։ Բայց քեզ թվում որ Հալաբյանում խցանում չէր։ Չէ, շատ մոտ էր, որ ոտքով գաս։ Հա, ճիշտ է, բայց ինձ ասել էին մասիվ արտներ ծախի։ Դե հիմա կենտրոնում ով վաճառում է գնում մասիվ, Ավանից գալիս են Հալաբյան, Հալաբյանից իջնում են։ Բայց որ ասում են մասիվ հետաքրքիր է, չէր ասում, որ մասիվ։ Չէ։ Որովհետև օրինակ առաջի մասիվի եւ 8-րդ մասիվի միջև մեծ է էլի տարբերությունը։ Դե հա։ Գույքահարկի հետ կապված։ Եվ գույքահարկի հետ կապված եւ հեռավորության հետ կապված։ Այո։ Բայց ասում են ամեն դեպքում մեղքը քո մեջ մանարի եւ սխալը քո մեջ քննի ասում այո իհարկե նախ առաջինը դու ինչ ես միաստիկյանն էր չէ գազանոցի ճանապարհը ես այդտեղ չեմ մտել ուզում ասեմ այնտեղ ավելի անհավանական վիճակ էր այնտեղ ուղղակի պետք էր բան սրտի դեղերը խմել ու ուղղակի տենց կանգնել ուրիշ բան չկար էլ անելու հա Չնայած որ մենք ունենք իհարկե այն որ ասում եմ միշտ զարմանում եմ ասում ինչի ենք մենք այսօրին մենք ունենք իհարկե փառահեղ տղամարդիկ այն փառահեղ հայհոյող ամբարտավան վախոտ բայց այդ դեպքում երբ կանգնում ես որ ասես ինչ է ասածը փախնում է ճանապարհը շեղում է մտնում է շենքերի բակ ասում ես խցանում է որ խցանում է ուր է փախնում Դե շենքերի բակ մտավ, այն կոմիտասի արդեն ճանապարհին, այնտեղից էլ չէ ճանապարհ կա որ դուրս է գալիս։ Փախավ այդտեղ, որովհետև իմիջիայլոց համարներն էլ եմ գրել, կարելի է իրեն խայտարական էլ տեղը տեղին, որովհետև այդ տեսակ տխուր մեքենա էր քշում, ինչ որ հին Nissan էր 37 TS 590։ Եթե օրինակ ծանոթներ տնեցիներ ունեն, ասեմ, վերադաստիարակեք։ Մեջն էլ 3 տղամարդ իմիջիայլոց մեկը մեկից անդաստիարակ։ Եթե երեխաներ եւ կին ունեք, ասեմ, ինչ ասեմ, տուն մի թողեք այսօր եւ առհասարակ տուն մի թողեք, որովհետեւ այդ տեսակ տղամարդկանց տանը պահելը վտանգավոր է ձեր առողջության եւ ձեր երեխաների առողջության համար։ Հաստատ լավ կլինի, որ իրենց մեկուսացնեք, որովհետեւ միևնույն է, մեկը ինչին են պետք։ Դու տեսել ես, ես մի օր գամ եւ կանանցից բողոքեմ, ովքեր Բողոքիր։ Հա, եւ Չէ, կինը կարող է վատ վարել, բայց կինը կարող է այսպեսակ լկտիություն իրեն թույլ տալ։ Չէ, բայց դա շատ վատ բան է, երբ որ կինը վատ վարի։ Բոլորին հայո, չէ, վատ բան չի, ձեզնից վատ չենք վարի հաստատ։ Տեսել եմ, հերիք չի վատ եք վարում։ Դեմա բացառություններ կան միշտ, բայց հերիք չի վատ եք վարում։ Մի բան էլ երբ ձեզ ասում են, որ վատ եք վարում, կամ ճանապարհ են ուզում, կամ ասում են, որ այդ քո ինտելեկտը այդքան չկա, որ դու համ հեռախոսով խոսես, համ ծխես, համ խոսես այն երկու հետևիդ նստած անհասկանալի անգրագետ մարդկանց հետ, եթե կարելի է մարդ անվանել, ու մի բան էլ այդ խցանման մեջ փորձես գլուխ անես, Nissan-ի վարորդ,
էլի ասեմ 37 TS 590 դու հասկանում ես որովհետև քո աչքերին որ նայում ես երևում է որ այնտեղ զնգոց է մենակ գալիս եւ դուք ձեզ հələ թույլ եք տալիս դիմացինին ինչ որ բան ասել հետևինին ասել կողքինին ասել դες բոլորին իբր ասում եք ծխախոտն էլ բերանին շատ լուրջ ինքը բան է անում ցուցումներ է տալիս մարդկանց դե ձեր դասյարակած երեխան ինչ պիտի լինի կամ ձեր կողքի կինը ինչ պիտի լինի արդեն պարզ է որ այս ընտանիքում բան կա իսկ եթե այդպես չի ուրեմն ավելի վատ որովհետև դուք հեղինակազրկում եք ձեր շուրջ նստած կանգնած մարդկանց այդ սարսափելի է այս ֆոնին կյանքում չհավատակ որ մեր իրականության մեջ բան է փոխվելու չհավատակ որովհետև ձեր նմաններին իմիջայլոց եթե մի քիչ ժամանակ լիներ կարելի էր իսկապես չգիտեմ ինչ որ ձև այդ բակում բռնել եւ դաստիարակել ափսոս որ ես ուշանում էի եւ ասել որ երևի փոքր ժամանակ որ ծնողները չեն դաստիարակել եւ դուք մեծացել եք ամբարտավան լկտի կեցվածքով եւ տենց տխուր ու մի բան էլ դուք որոշել եք որ տենց իբր այնքան կակ որ կարող եք հարակից տարածքում գտնվող բոլոր վարորդներին ինչ որ բան ասել հայհոյել վերջում էլ տեսնում է չի կարողանում հայհոյի բան է անում ասում ավելի նկարագրեմ էլի տեսակը մատ է ցույց տալիս վարորդին Այդ քույտ է։ Գիտես ինչի է, ինձ չէր ցույց տալիս, բայց ինձ հետ վիճելուց հետո այն մյուսին էր ցույց տալիս։ Այդ նորաձև է դարձել իմիջայլոց այդ դրսևորումը զգացել ես։ Տենց պատշգամներից են ցույց տալիս, մեքենաներից են ցույց տալիս։ Իբր չեմ կարող ասեմ, բայց կարող եմ ցույց տալ էլի։ Այդ դե այն տղամարդիկ են, ովքեր տղամարդիկ չեն։ Հիմա դրա տակ ոնց ուզում եք հասկացեք։ Եվ դուք իմիջայլոց իրականում պիտի մեկուսանակ ես հասարակության մեջ, որովհետև ձեր երեխաները մեծանալու են դառնան ձեզնից, մի հատ էլ տես ձեզնից էլի ունենալու ենք մեր իրականության մեջ, տես մի հատ զզվելի երևույթ։ Ու ստիպված էլի ինչ որ սերունդ ստիպված է լինելու ձեր նման անհասկանալի երևույթներին մարսել, որովհետև ձեր նմանների պատճառով մեր հասարակությունը խեղաթյուրվում է։ Մեր հասարակությունը տգեղանում է, մեր առավոտները փչանում են, որովհետև դուք ձեր մեքենան մենակ արդեն հերիք է, այն մեքենան, որ դուք վարում եք, այդ ծուխ, մուխ, գմցմբ, այդ մեքենան, որ դուք վարում եք, այ արդեն մենակ դրա համար ձեզ կարելի է մեկուսացնել ու տուգ անել։ Այն հայտնի մեքենաներից է, որ ամեն ինչ հանած թափած է։ Էդ էլ է ծախել, որ ծխի։ Կամ խմի, որովհետև կարող է օրինակ գինևցած էր, այ եթե բարեկային ծառայության գոնե մեկ աշխատակից լիներ, շատ հանգիստ կարելի էր տանել տուգանային հրապարակ, որովհետև շատ հնարավոր է նաև ինչ որ adekvat չէր, թե հիմա հարբած էր, թե ինչ էր, այդ չգիտեմ, դուք գնացեք։ Դե լավ, արի մեր առավոտը չփչացնենք։ Ես մեր առավոտը չեմ փչացնում, ես ընդհանրապես ուզում եմ ասել, որ այս տեսակ երևույթը չնայած ես գիտեմ, որ անտարբեր են ու ոչ մի բան էլ չի փոխվելու։ Հիմա դրան էլ կանդրադառնամ ինչի, որովհետև երեք շատ հետաքրքիր բան անցավ մտքովս, բայց հիմա կանդրադառնանք դրան, որովհետև Վահեն տենց բանջարեղենային ճոխ աղցանա նախաճաշա առավոտ է պլանավորել մեզ համար։ Բայց գույները լավն է, շատ։ Դե եմ ասում, որը մեզ ուրախացնում է արդեն։ Ողջույն։ Թարմացնում է։ Ողջույն։ Այսօր պատրաստելու ենք շատ հետաքրքիր աղցան եւ իհարկե նախաճաշ, որը համադրելու ենք միասին։ Այս դեպքում նախաճաշի կոնկրետ բրդուճները պատրաստելու ենք ձվով եւ կարակով, իհարկե ռեհանով ենք տապակելու, որը դրվելու է մեր փոքրիկ լոշիկների մեջ։ Իհարկե դրանք չորացվելու են, այսպես չի մնալու, կտապակենք մի թեթև, բայց կարծում եմ ջեռոցի մեջ, որ 4 տապակման եղանակ լինի, իսկ աղցանի համար մեզ... Բայց եթե չորան մեջ չի խրխրթա ու խանգարի ուտելուն։ Ուտելուն։ Դե կփշրվի սաղը։ Դե այսպես էլ ինքը բան է։ Դե չէ, թող խրխրթա։ Հա։ Հա։ Դա։ Կարող եմ թավայի մեջ անել, շատ թեթև կարմրացնել, այդ դեպքում շատ քիչ կխրխրթա։ Ես ափսոսում եմ, որ փշրվում, թափվում է։ Նապոլեոնի ուտում ես կեսը թափվում է։ Լավ կմտածեմ ինչ կանեմ ընթացքում այդ հարցը որ լուծվի։ Դրա համար մեզ անհրաժեշտ է իհարկե ձու, չորացած ռեհան ենք ավելացնելու, աղ, կարակի հետ իրեն տապակելու ենք եւ փաթեթավորենք լավաշների մեջ։ Իսկ ինչ վերաբերում է աղցանին, աղցանը շատ հետաքրքիր է, առաջին հայացքից հիշեցնում է հայտնի ամառային աղցան կոչվածը, բայց իրականում սա այդքան էլ ամառային տարբերակ չէ։
Հիմա բաղադրիչները կթվարկեմ ու կգտնեք այդտեղ 3 հետաքրքիր համադրություն։ Մենք այստեղ ունենք ուրեմն սերկևիլ, ունենք թարխուն եւ իհարկե ավոկադո։ Այս համադրությունը շատ հետաքրքիր է, հատկապես կիտրոնի հյութի մզվածքով։ Բանջարեղենային հետաքրքիր համադրություն եմ ստանալու եւ մնացածը այստեղ ունենք կարմիր պղպեղ, կանաչ պղպեղ, վարունգ եւ իհարկե չերի լոլիկներ, որոնք որ քաղցրեն ի հակադրություն սովորական լոլիկների։ Քանի որ թթվային բազա մենք այստեղ ունենք լոլիկի հետ կապված, փորձում ենք եւ պղպեղները եւ լոլիկը այնպես ընտրել, որ ունենա քաղցր այդպես երանգ։ Համեմելու ենք ուրեմն համեմունքներով, հատուկ թանձրուկ պետք է սարքենք, որը պետք է կիտրոնի հյութի հետ լինի, ավելացնելու ենք վրան եւ իհարկե հազարի տերևների հետ մատուցենք։ Թարմ, համեղ վիտամինային աղցան եւ առավոտյան թեթև նախաճաշ։ Ես համաձայն եմ։ Այո, ես համաձայն եմ։ Ամեն օր եմ համաձայն այս տեսակ նախաճաշի։ Վահի հետ առհասարակ ամեն օր համաձայն եմ ես։ Մենակ այս տեսակ չէ։ Բոլոր տեսակի նախաճաշերի։ Իմ մի հարցին պատասխանի։ Կարող է վայելել թեմայի մեջ լինի։ Ինչի՞ է որ զատիկին զուն այդքան համով է։ Ուղղակի մենք մեզ ենք տրամադրում։ Իրականում նույն ձուն է, տարբերություն չկա, բայց բոլորի մոտ այդպես է։ Իմիջիալուց կա տենց բան, որ մեր տատերից լսել եմ, որ ասում են այդ օրվա ձուն ավելի համեղ է։ Չէ, համեղը չի, որ դե ենթադրենք խաշած ձուն, դե ծանր է ինքը, չես կարող շատ ուտել, բայց հետաքրքիր որ մեզ ասում էին այդ օրվա ձուն երբեք բան չի դառնում, մարսում է, դա էլ է տարօրինակ։ Բայց իրականում հա, այդ օրը կարող ես, չգիտեմ, ասենք մի 10 հատ ձու ուտել օրվա ընթացքում, ոչինչ չլինի, այսինքն դա էլ է հետաքրքիր իրականում, բայց ամեն դեպքում համի հետ կապված ասում են իբրև նաև որ սոխի կեղևի այդ սոխի կեղևով գույն տրված հավկիթը ուրիշ համ ունի, քան մնացյալ ինչ որ բնական ներկանյութերով ներկվածը։ Միգուցե այստեղ եւ իրականություն կա, որովհետեւ ամեն դեպքում սոխի կեղևը ունի որոշակի բացի գույն տալուց նաև այսպես համ ունի, հետեւաբար կարծում եմ նաև ազդեցությունը փոխում է ձվի հետ կապված եւ չենք կարող շղթել այդ փաստը, որ ինչ որ ձևով համեղ է դառնում։ Բայց այստեղ կա նաև հոգեբանական մասը, քանի որ ինքը կրոնական հավատալիքային տոն է, հետեւաբար հոգեբանորեն մենք մեզ նաև, այսպես ասած, բերում ենք այն դաշտ, որ այդ օրվա ուտեստը յուրահատուկ է, առավել քան եւս երբ որ պահքից, երկար պահքից հետո բացվում է, եւ երկար ժամանակ դու չես կերել ձու, քեզ համար ձվի համը հետաքրքիր է արդեն դառնում, անկախ նրանից պահում ես թե չէ։ Նախկինում պահք պահողներ իհարկե մեծամասնությունն էր պահում, հիմա գրեթե դրա կեսն է, հա, հետևաբար կարելի է հասկանալ ինչու էին ասում այդ օրվա ձուն համեղ է։ Պատկերացրեք մոտավորապես 48 օր ձու չէին ուտում, հետո բացվում էր այդ ձվի պասը եւ իրենք սկսում էին ձու ուտել, այսինքն որոշակի ժամանակ իրենց քիմքը, այո, սովոր չէր լինում ու իրենց համար դա նորություն էր դառնում։ Կարծում եմ սրա պատճառներից մեկը նաեւ դա է, այդպես դարերով եկած, որ համեղության մասին խոսում էին տատերը։ Ընտիր։ Ինձ համար դա անհավանական ցանկալի տոն է, ես չգիտեմ ինչով է պայմանավորվել, չգիտեմ էլ ոնց է տենց ձևավորվել, որ ես սկսել եմ այն այդքանսի ամանորից շատ։ Ես տենց օրերը կարամ հաշվեմ, երբ պիտի լինի ու ըստ երևույթին իմ ոգևորությունը երևի սեղան զարդարելու տարատեսակ ինչ որ պարագաներով ինքնաբուխելի կընկնեմ ծառերի մեջ ինչ որ բան ման կգամ, գտնեմ ճյուղը, բերեմ վրան ինչ որ բաներ կապեմ, ահա չեմ հոգնի։ Երբեք օրինակ ամանորին այդ տեսակ երանդով չեմ վերաբերում, բայց զատկին առանձնահատուկ է։ Իրականում շատ գեղեցիկ ու շատ կարևոր տոն է։ Ամանորին սկսում ես ավելի երանդով պատրաստվել, երբ որ երեխան փոքր է, այդ ամանորյա եթե ձյունը գոնե գալիս է, որովհետև վերջին տարիներին այնքան չենք տեսել ձյուն։ Եվ ձյունը, եւ մի ժամանակ մենք բնական եղևնի ենք դնում, հիմա եթերով դա ասելու բան չի, բայց այդպես էր։ Չնայած դա վաճառում էին, էլի մենք չենք գնում կտրում, վաճառում էին, երևի թույլ են տալիս կամ երևի։ Բայց արհեստականներն էլ էր այդ ժամանակ քիչ։ Շատ քիչ էր, այո, բնական։ Եվ ես հիշում եմ ամանորը ինձ հետ ասոցացվում էր այդ եղևնու հոտը, որ տուն տանը գնում է դրան հետ։ Դեռ կանանց հարցրեք, այդ լավ էր թե վատ։ Դե ինչի՞ Հետոն երբ որ սկսում էր թափվել։ Ոնց պիտի մաքրեինք դա։ Դե հա, բայց ամեն դեպքում ինքը իմ համար շատ կարևոր նշանակություն ուներ։ Հիմա էլ դե
Չի, մայ արհեստական այնքան լավ տոնածառներ են վաճառում բնականի նման, որ Ես չեմ սիրում այդ հոտը չկա արդեն։ Այդ մանկության հոտը չկա։ Դե բայց դե բոլորս էլ արհեստական տոնածառ ենք դնում, այո, որովհետև դե հա։ Անցակացնել ամանորին ինչ որ շատ շուտ։ Այո, ինչ որ շատ շուտ անցանք ամանորին, եկեք զատիկ անենք նոր։ Երբ էր զատիկը 20-ին։ Այո, 20-ին։ Այո, շուտով բան չմնաց, մնաց 10-ը։ Այսօր ամսի քանիսն է, այսօր ամսի 3-ն է։ Սիրելի հեռուստադիտողներ, անցնենք առաջ, բայց ես ուզում եմ մի դիտարկում անել, երեկվանից այդ մասին եմ մտածում, որովհետև տենց էլ չհասկացա, հա, ընտրությունները վերջը ով ընտրվեց, ինչ եղավ, տենց չուտ։ Հələ որ ոչ մեկ ոչ մի բան չի հասկացել։ Հա, էդ էլ էլի շատ տարօրինակ ինչու չեն հասկացել, բայց հետաքրքիր մի բան, որ մտածում եմ։ Հատկապես վերջին շրջանում մենք այդ արտահայտությունը անդադ լսում ենք, չէ՞, ինչ որ նախկինները արեցին եւ այլն։ Դե հիմա որ ասում եմ թե նախկինները ինչ են արել ու շատերը ոնց են համաձայն դրա հետ, մենք էլ այդ մարկանց հետ միասին այդ փաստում ենք։ Բայց հետաքրքիր է, երբ որ արդեն եղավ այդ վերաբերմունքը ներկաների հանդեպ էլ եւ անընդհատ ես լսում էի ձևակերպումը հանրության, որ դե մեկը չկա, որ ընտրենք, որովհետև դե նախկիններին չենք ուզում, ներկանել փաստորեն ավելի վատ դուրս եկավ, քան նախկինը։ Հիմա իրականում շատ էլի իրարամերժ իրականություն է, ասում եմ, ես իմ անուշ Հայաստանի էջից։ Կային մարդիկ Գյումրու ընտրության, որոնք իրականում իրենց տեսակով իսկապես շատ ընտրության նկատի ունեմ թեկնածուների, էլի։ Շատ հաջողակ են, գրագետ են, չգիտեմ, երբեք ինչ որ տենց քաղաքական պաշտոնյա չեն եղել, նայում ես իրենց արած գործը, դե կարող է հիմա մի քիչ շատ եմ տենց ընդհանրական ասում, բայց գոնե թե մեկին գիտեմ, էլի։ Նայում ես արած գործը միշտ հաջողել է, միշտ հասկանում է, օրինակ ոնց անել, ոնց այդ գումարը աշխատել, ոնց մեծացնել։ Նայում ես երեխաների դասյարակությանը եւ կրթությանը, հասկանում ես, որ լուրջ է մոտեցել ինքը երեխաների դասյարակությանը, բայց այլ ուտես, որ այդ մարդու ոչ նախկիններ ասենք, հա, ոչ ներկա, այդ մարդու հանդեպ տենց բգնայիք ընտրեիք, ոչ նախկին եք ուզում, ոչ ներկա, բայց ինչ գնացիք այստեղ մի հատ լուրջ խնդիր կա, հիմա նայ, այնքան է այս արտահայտությունը ծեծվել է նախկին ներկա, որ ցանկացած մարդ, ով ուզում է մտնել քաղաքականության մեջ, դե մեր երկիրը փոքր է, չէ, մանավանդ Երևանը ավելի փոքր է, մնացած քաղաքներն էլ փոքր են, ոնց որ գնաս, ոնց ուզում ալնի, կգտնես ընկեր, ծանոթ, բարեկամ։ Հիմա անկեղծ ասեմ, ես ընկերներ ունեմ եւ նախկինների մեջ, եւ ներկաների մեջ, եւ չգիտեմ, բոլոր ընկերներ ունենք։ Մենք մարդկանց հետ շփվում ենք, ովքեր որ այս կամ այն քաղաքական ուժին են համակրում, այսպես ասեմ։ Մարդիկ ընտրության այդ քարոզարշավի ժամանակ անընդհատ փնտրտուքների մեջ են, տեսնես սա ում հետ է ընկերություն անում, տեսնես սա ով է, տեսնես սա ինչի, սա ով է սրա մեջքին կանգնած ու այդպես բնականաբար դու քո երևակայության մեջ այնքան մարդ կգտնես։ Ես գիտեմ ում մասին է խոսքը։ Չէ, լավ, ասենք թե կանգնած այդ մեջքին, որ ասում ես։ Ու պիտակավորել։ Հենց դա, բայց պիտակավորելուց առաջ կարելի է փորձել այդ մարդու արած գործը անցած ճանապարհը տեսակը տեսնել, հետո պիտակավորել, ընտրություն կատարել։ Այսինքն ինքը պիտակավորում է, որ ինքը չկա, որովհետև ինքը կարող է նախկիններից է, ու գնում է ընտրում է կոնկրետ նախկինին։ Այն մեկը կարող է։ Հետո դու նախկինին չեն ընտրում, ընտրել։ Կապ չունի, ուզում են ներկային ընտրեն։ Այս մեկի դեպքում ինֆորմացիան շատ մշուշոտ է, չգիտի կարա լինի թե չի կարա լինի, բայց ում որ ինքը գնում ընտրում է, հստակ գիտի, որ իր ուզածը չի։ Բայց ինքը գնում ընտրում։ Ինչի է ընտրում, այստեղ գալիս է արդեն էլի կրթությունը, էլի դասյարակությունը, ինֆորմացիան, ամբողջ օրը TikTok-ում վերընկած լինելը, այդ անհասկանալի ռիլերը թերթելը եւ չգիտեմ ամեն ոչ պաշտոնական ինֆորմացիային տեղի տալը ու դրա վրով կարծիք կազմելը։ Հիմա մենք եկել ենք հասել ենք ինչ-որ միտեղ։ Տեսակ մարդիկ միշտ բաժանորդագրվում են ինչ-որ անհասկանալի կայքերի, լրիվ անհասկանալի, որոնք ոչ մի պաշտոնական կայքերին, հա, տենց չոր կայքերի ու տենց էլ սկսում են կարծիք կազմել երկրի մասին։ Դրա համար էլ ուզում եք նեղացեք, ուզում եք մի նեղացեք։ Ես այդ մոնիտորինգը որ անում եմ այդ մեքենաներից տեսնելով, խցանման մեջ կանգնելով եւ այլն։ Հատկապես ես կանանց մեջ իսկապես 1-2 այնպես չի որ եթե կանանք ինչ որ բան են թույլ տալիս չեն կանդրադառնում դրան։
բայց եթե համեմատության մեջ անցկացնենք 80-ից ավել տոկոսը տղամարդկանց մեքենայի մեջ հեռախոսի մեջ է։ Եվ ոչ թե դուք պահիտակ ինչ-որ բան եք նայում անջատում են, որ սենց պահիտակ եղավ։ Դուք նայում եք։ Դուք նստած ինչ-որ բան եք նայում TikTok-ում, այդ հենց այն մեկի ապուշությունը կամ այն մեկի չգիտեմ ինչը։ Լավ, ո՞նց կարելի է։ Ու հələ մի բան էլ ուրիշների վրա հոխորտում եք։ Այդքան լավ գիտությունը այդ ինչ մակարդակի է հասել, որ ոչ մի կերպ հնարավոր չի այդ մարդկանց էլ ոչ տերթոդիկի մեթոդն է օգնում, ոչ բացատրելն է օգնում, ոչ երկրի խայտարակ վիճակն է օգնում։ Գյումրու ընտրություններ, դու գիտես օրենքը ինչ է ասում։ Եթե չեմ սխալվում, 2 շաբաթվա ընթացքում եթե ավականու նիստ չեղավ, նոր ընտրություններ։ Բայց դա ասում են շատ քիչ է հավանական, պիտի իբր չբերեն դրան, որովհետև եթե 2 շաբաթվա ընթացքում ոչ մի հայտարարիչ չեն գալիս ու նոր ընտրություններ է լինում, չնայած նույն բանն է լինելու, մեկ էլ էլի 2 շաբաթ չեն հասկանալու ընտրեն, այսինքն նույն մարդկանց միջև չէ՞ պիտի լինի նորից ընտրությունը։ Օրինակ ինչից են վերցրել, որ ուրիշ բան է լինելու այս անգամ։ Այս անգամ ուրիշ падգամավոր է հարբել ու սկսի հայհոյել։ Իդեպ ես ասեմ, որ Գյումրու ընտրություններին ամենաադեկվատ բանը, որ եղել է, այդ է եղել։ Որովհետև այդ ընտրությունների ժամանակ պետքա տենց լիներ, ես անգամ ավելի վատ կանեի։ Հա, ինչ-որ ինֆորմացիա կա։ Ես չեմ արդարացնում, հա, բայց որ կարելի էր ավելի վատ պահել, որովհետև ես տենց ընտրություններ չէի տեսել։ Բոլոր առումներով, եւ խախտումներ, եւ բոլոր եւերը։ Հիմա տես ինչն է առհասարակ վտանգավոր։ Գյումրու ընտրություններն է, չէ՞։ Բացի գյումրեցիներից, ով ասես կար այնտեղ։ Ամենաբարձր մակարդակի, ամենաբարձր պաշտոնյաներ, ոսկե չգիտեմ, լոռու, չգիտեմ, այդ բարձր պաշտոն ստանձնող մարդիկ, ինչ գործ ունեին Գյումրիում։ Բայց ընտրողներն չեն ընտրել մեծ մասը։ Ու ինչի ես հիմա բացարձակ չեմ ուզում հետաքրքրվեմ այդ թեմայով։ Մեր հարգելի եւ շատ սիրելի համեմատական է մեր այսօրվա հանրության պատկերի հետ։ Մեր հարգելի եւ սիրելի գյումրեցիներ ջան, գնացեք ընտրության։ Հիմա այսպես ասեմ, ինչի պետքա 38000 հոգի կամ թվականակը հստակ չգիտեմ, բայց օրինակ մոտ 40000 կամ մոտ 35000 հոգի որոշի ամբողջ Գյումրու ճակատագիրը։ Եթե չեմ սխալվում, այնտեղ երևի 120000 մարդ ապրում, 130000, 100000, լավ։ Ինչի պետքա 35000-ը որոշի, ինչի չեն գնում ընտրության։ Որովհետև հիասթափված են, չեն հավատում, այդ այնց աբսուրդ վիճակ է, չեն էլ ուզում իրենք թաթախվեն այդ որ չգնացին իրենց հիասթափությունը ով է փարատելու։ Լավ է լինելու։ Չգիտեմ։ Այսինքն դու ավելի ես բարդացնում առանց էտել քո բարդ վիճակը։ Դե հիմա ես ազնիվ ասեմ, այն ժամանակ, երբ որ 18 թվականին այդ հեղափոխություններ եւ շատերս հավատում ենք այդ իրականությանը, ես ասում եմ, ես ընդամենը չգիտեմ էլ ինչի տենց, այն որ փոքր երեխաները վիրավորվում են, այդ տենց վիրավորված եկա, հիասթափված կամ կարելի ասել, որովհետեւ երբ ես այդ որ օրներ հուշի ինձ, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, այդ որ օրներ։ Չեմ կարող, երևի 22 է, հա։ Հրաժարականից ուղիղ 4 օր անց է եղել, դեռ ընտրություններ չէր եղել, այսինքն ուղղակի հանգստացել էր քաղաքը, այսպես ասած, երբ ես իջա քաղաք եւ տեսա, թե ոնց են կարմիր գծերը թարմացրել, որովհետեւ արդեն մաշված էր, եւ եթե կհիշես, ես պատմել եմ, որ ես եռագույն էի սարքել այդ Աբովյան փողոցից սկսած այդ կարմիր գծերը։ Այսինքն բոյկոտ, որովհետև այդ ժամանակ ամենաառաջինը հենց այդ էր, չէ՞, տեսախցիկներ եւ բան, որ կոչվում էր կարմիր գծերի հետ կապված էր այդ խոսվում, որ դա կոնկրետ արվել է մարդկանց տուգանելու համար, եթե կհիշես Նիկոլ Փաշինյանի կրակի առաջ տված հարցազրույցը։ Մի խոսքով, մենք այդպես եռագույն էինք սարքել, այսինքն կարմիրի կողքին ավելացրել էինք նարնջագույնն ու կապույտը եւ ի պաշտպանություն այդ առաջ քաշած թեզերի եւ ի բոյկոտ կարմիր գծերի չնայած այն ժամանակ 12000 էր եւ երբ որ ես իջա դուք եք մեղավոր ինչի համար դե ջղայնացրեցիք թանկացրեցին հա չէ դե 18 թվին էր դեռ հետո բան չեն կարել բայց ինչի ես չգնացի ընտրության այ դու ասում ես չեք գնաց ես չեմ գնացել ընտրության արդեն չնայած որ ես ասում եմ ես եղել հավատացել եմ դուրս եմ եկել, մենք շատ տղամարդկանց վեճեր ենք այնտեղ փորձել կանխել, այդ ճանապարհ փակելու համար տղամարդիկ իրար վրա դե տենց կռիվներ էին շատ արագ ձևավորվում, մենք արագ աղջիկներով փորձում ենք այդ բան անել ոնց որ հանգստացնել, չթողնեն որ վիճեն,
եւ այլն, հատկապես երիտասարդների մոտ, էլի, որովհետեւ դե մեծերը մի քիչ ավելի բան են, վերահսկել են, երիտասարդները այդքան ոչ։ Անկամ տեսել եմ ոնց են երիտասարդ աղջկա վրա մեքենայով քշում, այդտեղ կան շատ բաներ ա եղել է։ Նկատի ունեմ, այս մեր գործունեությունն էր իրականում։ Ես քանի որ ամբողջներ չեմ սիրում, ես երբեք հրապարակի այդ ամբողջի մեջ չեմ եղել, որովհետեւ դա ինձ ուղղակի ֆոբիա է, չեմ սիրում ու վերջ։ Բայց մենք բոլորս հավատում էինք եւ այդ նպատակի գործում էինք ինչ որ առումներով։ Հիմա երբ որ ես իջա ու տեսա, որ այդ կարմիր գծերի, այսինքն եռագույնը մաքրված է, բայց կարմիր գծերը թարմացված են ամբողջությամբ, մինչև Թումանյան փողոցով տենց գնում էր։ Ես մտածեցի, որ բա եթե մենք դրա դեմ պայքարում էինք, հիմա եթե մենք եկել ենք մաքրել ենք, ինչի կարմիրն էլ չենք մաքրել, որովհետև դա առաջին հերթին բարձրաձայնված խնդիրներից մեկն է։ Ինչ գումար ծախսե գույնը թարմաց։ Հա, լրիվ թարմ։ Ես այդ ժամանակ տենց եկա տուն, սուսփուս ու հասկացա, որ ասում եմ ինչ որ բան են չի։ Եվ երբ որ արդեն եկավ ընտրությունները, ես հիմա ոչ մեկի չգնացի ընտրել, ոչ գնացի ջնջեցի, ոչ գնացի ես ուղղակի չգնացի։ Դա շատ վատ բան է։ Դե։ Դու վատ օրինակ ես։ Կարող է, բայց ես հասկացա, որ եթե ես այսինքն դեմ էի նախկինին եւ ներկայի հետ ունեի հույսեր եւ ներկան էլ պարզվեց, այսինքն պարտադիր չի էլի որ իրապես գան, տենց պատերազմ լինի անպայման, տենց իրենց գրպանին դիպ չեն, տենց տարիներ անցնեն, որ հասկանաս։ Այդ բանի նման է, որ տենց ասում են դե մենք այս 10 տարի իրան ճանաչում ենք, լավն էր, բայց պարզվեց այդքան էլ լավը չի։ Հնարավոր չի։ Եթե ինչ որ բաներ եղել են սկզբունքային արարքների մեջ, դու անհնար է նկատած չլինես։ Ուրիշ բան եթե դու ուզում ես կոծկել, ուրիշ բան եթե դու ուզում ես ինքնախապեյությամբ զբաղվել, ուրիշ բան եթե դու ուզում ես ինքդ քո մեջ որոշել ես իրեն ոնց արդարացնես ու գտնում ես եզրերը արդարացնելու։ Բայց ակնհայտ երևում է էլի մարդուց մոտավորապես ինքը ինչքան կարա գնա։ Հիմա ես չեմ գնացել, որովհետև ես հասկացել եմ, բգնամ ինչ անեմ, էլ այնտեղ որևէ մեկը չկա, որին ես ուզում եմ, որ կամ կուզեի, որ գնամ ի համեմատ իրեն ընտրեմ, դե ուրեմն ոչ մեկին մի ընտրի, բայց գնա։ Հա, ես համաձայն եմ դրա հետ։ Ես էլ եմ բազմիցս ասել։ Եվ այդ թուղթը չեն կարող կեղծել։ Հիմա տես տարօրինակ բան այդ որ թիվն է, լույսերը հենց այդ հաշվարկի ժամանակ գնում է։ Բայց ոչ մի տարօրինակ բան չկա, բոլոր ընտրությունների ժամանակ միշտ լույսերը գնում է։ Բայց ատենք ծիծաղելի չէ, եթե ընտրության ընտրելու ժամանակ չգնաց այդ լույսերը, հենց եկավ հաշվարկի պահը լույսերը գնաց։ Այդ այնքան հին սխեմա է, որ կարելի է էլի մի քիչ որ ասում եք այդպես նորարարություն եք անում, բան իբր բաներ եք փոխում։ Կարելի է մի քիչ կրեատիվ լինել, այո։ Հիմա այսինքն համ այնտեղ կար Դավիթի ասած ով ասես եկել էր, համ այնտեղ կային մարդիկ, ովքեր իրենց պահում էին շատ տգեղ, համ այնտեղ բացահայտ խախտումներն էր, համ էլ արդեն ասում եմ շաբաթը լրացավ, հələ չենք հասկացել, բայ հիմա ով էր հաղթողը, եթե կարելի է հաղթող ասել էլի դրան։ Դա հիմա մենք այս իրականության մեջ ապրում ենք։ Բայց դու տեսել ես նման բան, որ քվեարկերտիկը մի հատ թե մի քանի հատ մարդը վերցնում եւ վազելով փախչում է եւ ոստիկանը իրեն չգիտեմ, տուն։ Տան մեր ինչ աներ, տանը ընտրեր բերեր։ Դու կարող այդտեղ մի հատ չէ, չգիտեմ, ես այդ ինֆորմացիան չունեմ, բայց այդ տեսարանը սա աբսուրդ է։ Նախ ինքը ոնց է կարողանում դուրս գալ ընտրատարածքից, որովհետև այդտեղ պետք է ոստիկանական հսկողություն լինի, որ շատ բաներ կանալի, այնտեղ կան վստահված անձինք եւ այլն եւ շատ մարդիկ կան, ովքեր որ վերահսկում են այդ ամեն ինչը։ Ինքը ոնց է փախչում, դուրս գալիս, ոստիկանը ոնց չի կարողանում իրան պատասխանատվության ենթարկի ու առհասարակ այսօր ենք մենք հասել։ Տեսար ոստիկանը բարեկային ծառայության աշխատակից է մարդուն, որ մեքենայից հանեց բարիս բուլմաստով ծեփեցա, չէ՞, ոնց որ ես երկու օրն է եղել։ Այսինքն անձրև Բայց ինչի համար էր արել։ Չգիտեմ, ես ինչ որ խցանում էր, վերևի տեսախցիկն է նկարել, որտեղ խոսակցություն չի լսվում։ Ինչ որ խցանում է կանգնած են, ես ցույց է տալիս, որ բարեկային ծառայության աշխատակից ինչ որ բան է ասում, ինչ որ մեկին իրենք 4 հոգով են։ Այնտեղից դե տարբեր մեքենաներ են, ինչ որ մի մեքենա, չգիտեմ ինչ է ասում այդ վարորդը, որտեղ չի լսվում։ Մեկ էլ այդ 4 մեքենան 4 ծառայողները, հա, մոտենում են, այդ դուռը բացում են, այս մարդուց ինչ-որ տենց քաշքշել։ Դու կարող են այնպես բան ասել, որտեղ իրանք դրա իրավունքը ունեն։ Հա, բայց ես չիմացա այդ ինչ պիտի ասած լիներ, հետո այնտեղ մեքենայից տեսա, որ վարորդներ են իջնում, փորձում են բան անել, հանգստացնել։ Բան կարող ասած լինել։ Հա, դե իհարկե տենց ամբարտավան դեմքեր կան, որոնք որովհետև այս մի քիչ առաջ դու իրանց ցես խոսում։ Հա։ Իրանք Դե լավ էլի, բայց այդ ծառայությունը պիտի գոնե թե տենց օբյեկտիվորեն համաչափ վերահսկվի։ Դե իսկապես ասենք, որտեղ որ պետք է,
որևէ մեկին չես կարողանում տեսնել, նկատել ու խնդրել ասել, լավ, այս տեսակ խցանում է, կարելի է, գոնե դուք գաք, այն X մարդկանց ասեք չէ արի կամ գնա, որը տեսակ խցանում չձևավորվի, որովհետև մենք հանդուրժողականություն դե չգիտենք ինչ է, չենք էլ իմանալու։ Իդեպ, Մեր մոտ չի լինելու դա երբեք։ մեր շատ սիրելի բարեկային ծառայության մեր աշխատակիցներին, մեր պետական մարմիններին ես ասում եմ, գիշերները բակերում, այն բակերում, որտեղ որ մեքենաները շատ են, այսինքն մի փողոցից մի փողոց կարող ես գնալ, ավելի կարճ ճանապարհով խցանումից ազատվելու համար։ Այդ մեր բակերում այդ եւ գողությունը, եւ բարձր երաժշտությունով, եւ հարբած մարդիկ, եւ հայհոյախառն արտահայտություններ մեզ այս ամեն ինչը դարձնում է, չգիտեմ, օրինակ խախտ, որովհետև երբ որ գիշերը 1-ին կամ 2-ին հայհոյախառն արտահայտություններ են հնչում հարբած մարդկանց կողմից, եւ դու դուրս ես գալիս ու դառնում է մեծ խնդրեմ եւ այդտեղ չգիտես ավարտը ինչ կլինի։ Դրա համար բարեկային ծառայության աշխատակիցներին պետք է խնդրեմ, պահանջեմ, հորդորեմ, որ բակերում շատ լինեն, որ մարդիկ մի քիչ սթափվեն, որովհետև իրականում կա նման բան, երբ որ այդ մեքենան տեսնում են, մի քիչ ձգվում են։ Կամ մարդու ձգվում, ամեն դեպքում 98%-ը ձգվում է։ Դրա համար մենք պետք է հասկանանք, որ նախ գողություններն են շատացել մեքենաներից։ Իրականում ես ինձ ափսոսում եմ, ողջ կյանքում ասում ենք ամենաապահով երկիրը, հա, եւ իրապես այդպես էլ կոչվել էր, չէ՞, ինքը։ Հիմա էլ է այդպես համեմատած այլ երկրների, որովհետև իրականում ասեմ ուրիշ տեղեր էլ շատացել է։ Մենք դառնում ենք այդպես, շատ արագ ենք իմիջիայլոց դառնում։ Որովհետև նախ սա ցավով եմ ասում, բայց այլազգիների արկայությունը արդեն մեր երկրում կամաց-կամաց վերածվում է վտանգի, օրինակ հնդիկներ կլինեն, պարսիկների բանով ես չեմ լսել ինչ-որ ոչ մի բան, բայց այստեղ կան Պակիստանից արդեն մարդիկ, այստեղ կան Եգիպտոսից մարդիկ, ու իրենք բոլորը գումարի կարիք ունեն, որովհետև փողոցում շատ է լինում, որ մոտենում են, ասում են գումարով կօգնեք, երեք մի տղա ինձ մոտեցավ, հայերեն գրած էր, չէր կարող ինքայինեն խոսար, գրած էր ես Եգիպտոսից եմ, խնդրում եմ կարող եք դրամով ինձ օգնել։ Ինչ է անում Եգիպտոսից։ Չգիտեմ, որովհետև մաքսիմում կարամ ես հասկանամ, որ ինքը խոսալ չգիտի, որովհետև ինքը այդ ամեն ինչը գրել էր, հա, Եգիպտոսից ինչի էր եկել, այնտեղ տակը։ Մի մարդ էր, էլի ես տեսանյութը տեսա, որ ասում էր թուրքերի մասին, քանի գույք են այստեղ արդեն գնել եւ բնակարանների մասին էր խոսքը եւ կոմերցիոն տարածքներ։ Այդ արդեն առանձին շատ մեծ թեմա է, որի կարելի է իրոք շատ լուրջ անդրադառնալ։ Բացահայտ հարցազրույց այսպես ասած տեսանյութը կա, ես 3 արդեն կարդացի ու հասկացա, որ մեկնաբանություններն էր, որ կարդացի, հասկացա, որ այլևս ոչինչ մեզ չի փրկի եւ իրականում այնքան շատ են մեր խնդիրները, որ իրականում չգիտես որ մեկը բռնես այդ օրը ու իր հետևից գնաս, որովհետեւ նախ մեկը մեկի հետ շղթայված է, երկրորդ մենք բացարձակ անտարբեր ենք, երրորդ մենք այդ թուրքի վրա կարող ենք բացարձակ անտարբեր լինել, բայց մեր հայ կնոջը օրինակ առիթ ունենալ ամենձև վիրավորելու։ Այս մեր իրական արդեն դեմքն է, բայց որովհետև եթե դուք հանկարծ դիմացից տեսնեք ինչ որ թուրքի կամ հնդիկի անգամ, որը ինչ որ մի բան է անում, երբեք համարձակությունները չի ների որևէ բան ասել, այո, դուք միայն մեքենայի մեջ այդ տենց լկտի ձեր կեցվածքով, իբր դուք տղամարդ եք կոչվում, հələ մի բան էլ նեղացել եք, որ ասում ենք ձեզ Ռեմբո եք ձևացնում, բայց փորձում եք օրինակ ձեր ամբարտավանությունը, ձեր տգեղ ու անդաստիարակ կեցվածքը ի ցույց դնել ամբողջ հանրությանը, որովհետև ձեր նմանները օրինակ այնքան նողկալի են մեզ, որ պարզապես դուք պիտի գիշերները դուրս գաք գնաք ձեր գործին երթևեկեք, որ հանկարծ հանրության աչքին չերևաք, որովհետև ես ավելի քան վստահ եմ, որ ձեր դաստիարակած երեխաները ավելի վտանգավոր ու ավելի վատն են լինելու, քան օրինակ դուք եք, միշտ տենց է, երեխան միշտ գերազանցում է ծնողին։ Եվ ամենատարօրինակն է, որ ձեր տանը մեկը չի գտնվել, որ ձեր այդ խեղված տեսակը փորձի վերանայել։ Այնպես որ եթե մենք ուզում ենք, որ մեզ իբր պաշտպանեն, հանրությունը անտարբեր չլինի, թուրքերը չգան չլծվեն այստեղ, մեր քաղաքում լինի, չգիտեմ, գեղեցիկ հարաբերություններ, ծանր սիրուն հարաբերություններ, այդ ամեն ինչը փողոցում ժպիտ, ընդհանրապես ժպիտ։ Ես ման են գալիս ասում տեսնեն որտեղ կարող են հայհոյել, ինքնահաստատվել։ Միակ պետությունն են երևի, որ փողոցում միշտ ունքերներս գիտած քայլում ենք, այդ առումով շատ եմ կարոտում, չգիտեմ, եվրոպական երկրները։ Հա, ես ունքերս գիտած քայլում եմ, որովհետև ես հասկացել, այս տեսակ օրինակ միջավայրի մեջ ժպիտը դեմքիդ լինի, կողքից չես հասկանա, թե քանի տղամարդ, քանի արտահայտ
հանրապետություն կամ, չգիտեմ, համարձակություն իրեն թույլ կտա։ Այն որ իմիջիալուց կանայք անգամ չեն ուզում նայեն կամ այդ ունքերը կիտած ման են գալիս, դուք եք մեղավոր, որովհետև ձեզնից մենակ հայհոյանք ենք լսում ու հիստերիկություն բանը վարելու ժամանակ, որ ինքնահաստատվեք ձեր կամ շատ շքեղ մեքենաներով կամ ընդամենը 4 հակով, որ մի կերպ գնում եք։ Ո՞նց պահեմ, հայ տղամարդը իրավունք ունի դառնալու այդպիսի։ Դու երիտասարդ ես, ախր դու։ Ինչ կապ ունի։ Երիտասարդ աղջիկը տեսնում է այդ տեսակ տղամարդ, երիտասարդ կինը տեսնում է այդ տեսակ տղամարդ։ Արդեն ոչ միայն չենք հարգում ձեզ, այդ որ մի ժամանակ մտածում ենք մեկը կողքից մի բան ասի, հեսա տեսեք կողքից քանի տղամարդ վրա կտա, ինչ եք խոսում, ինչ վրա տա։ Եղուն գունես գլուխդ քորի, անգամ եթե կասկադում թուրքերը քեզ ինչ-որ ռեպլիկ անեն, որովհետև տղամարդ չի մոտենա, դրա վզակոթից չի բռնի, բայց փոխարենը մեքենայի մեջ հենց նստեց, որ գիտի, որ կարող է փախնել, բերանը հայհոյախառն այսքան կբացի։ Եվ այս համատարած այս վիճակն է, կարող է այն որ ասում են բացառություն, լավ թող այն 10% լինի այդ բացառությունը։ Այս ենք մենք։ Հենց այստեղ գովաց չէ մեր եթերում։ Այո։ Գովազդն է եթերում։ Այստեղ ուղղակի գեղեցկություն է։ Ասում այս այն դեպքերից է, որ պետքա ոչինչ չասել, ուղղակի արագ ուտել, քանի չեն տարել։ Առավոտյան թարմ նախաճաշ, ուրեմն քանի որ ճուզեցիք, որ շատ չորանա, ես նախընտրեցի թավայի մեջ տապակելու եղանակը։ Ճիշտ է։ Եվ այստեղ դնենք, որ շատ չչորանար եւ հիմա ինքը կիսափափուկ, կիսաչոր այդպես վիճակում է գտնվում։ Միջուկը ասեմ ինչ է, խաշած ձու է, կարակով, լավ առատ կարակով, ուրեմն տապակված, մեջ ավելացրել եմ թարխուն եւ չոր ռեհան ու աղի հետ միասին։ Եվ տապակվել է ուղղակի շատ քիչ ձեթով պատված թավայի մեջ։ Ինչ վերաբերում է աղցանին, ինչքան բանջարեղեն կա աղցանը պարունակում է։ Այս աղցանը անմահական աղցան է։ Ունենք տարբեր, ուրեմն, պղպեղների տեսականի, բայց լցնելու հարմարանք չունենք։ Գտալ կտամ ես։ Շնորհակալություն։ Մենք ունենք այստեղ նաև իհարկե ավոկադո, կիտրոնի մզվածքով, ձիթայուղով եւ իհարկե համեմունքներով հատուկ թանձրուկ են պատրաստել, որով ամբողջովին պատվել է աղցանը եւ ուրեմն թարմ վարունգ է, այստեղ նաեւ չերի լոլիկ են ավելացրել ու հազարի թերթիկների հետ մատուցել եմ։ Ես կարող եմ ուրիշ բռնիչ տարբերակ տալ։ Կարող ես 2 գթալ տալ, ես փորձեմ։ Ինձ թվում է սա ավելի հարմար տարբերակ է։ Շնորհակալություն։ Ավելի հեշտ։ Կիտրոն ուզում ես, Դավիթ։ Այո։ Ինչ է։ Միշտ։ Հա, ես էլ։ Իմիջիալոց ես էլի կարդում էի, որ շատ կարևոր է առավոտյան, որ շատերս իհարկե սովորենք, չէ, անպայման խմելու սուրճ, բայց առավոտյան շատ ճիշտ կլինի խմել մի քիչ կիտրոնի հյութով մի քիչ տաք ջուր։ Ոչ շատ եռացրած, բայց տաք ջուր, որը շատ առողջարար է, պարզվում է օրգանիզմին եւ արթնացնում, առասարակ ջուր է պետք առավոտյան օրգանիզմին, բայց ասում են, որ կիտրոնը նաեւ արյունն է, հա, ինչպես ասում են, լավ sense շրջանառում ու իմիջիալոց ես տարբերությունը նկատել եմ, հատկապես կանայք մաշկի վրա շատ լավ ազդեցություն է ունենում։ Այդ կարող եք խմել, որից հետո խմել ձեր սուրճը կամ նախաճաշը։ Շատ համեղ է։ Բայց այս նախաճաշ Վահե, քեզ ինչ կարող ենք ասել ու համոզել, որ դու մեզ համար այս նախաճաշը շատ հաճախ պատրաստես։ Մենք կարող ենք շաբաթ հայտարարել։ Իհարկե եկող շաբաթը ազգային խոհանոցների շաբաթն է։ Որովհետև տարբեր ազգերի Զատկի տոնի համար է։ Ոչ, Զատկի տոնի չէ, Զատկի տոնի ավագ շաբաթը հաջորդն է ընկնում։ Մենք ավագ շաբաթին յուրահատուկ ուրեմն ճաշատեսակներ ազգային կպատրաստենք, որովհետև ավագ շաբաթին բնորոշ կա նաև պահկային խոհանոց եւ կա որը երբեք չենք պատրաստել։ Չենք պատրաստել, նախազատիկյան նաև խոհանոց մենք սովորեցնենք, Պարսկահայքից շատ հետաքրքիր մի թխուկ կա կանաչիներով, որը շատ համեղ է, ես դա կպատրաստեմ եւ առաջարկ կլինի թե ինչ այս տարի նոր բան դնել սեղանին զատիկի։ Վերադառնում ենք թխուկներին։ Չէ, թխուկ ասացի, բայց ինքը այդքան էլ թխուկ չի։ Ինձ այդ բառը շատ է։ Երևի ավելի շատ ինքը կանաչիով ձվածեղ է, բայց տորթի նման կտրվում է, այդքան պինդ է լինում ինքը։ Համաձայն եմ։ Այսինքն շատ կանաչի, ձու, առատ կանաչի է, շատ առատ, այո, խմոր չկա։ Ես համաձայն եմ։
Ես առհասարակ այդ տեսակ բոլոր կանաչ եղեններին համաձայն եմ, վստահ եմ, որ մեր հեռուստադիտողը եւս, որովհետեւ հիմա գարուն է, ամբողջ ձմեռ չենք կերել եւ օրգանիզմը ունի հատկապես կանաչ բանջարեղենների կարիք։ Իրենք վիտամիններով շատ հարուստ են ու կարևոր են օրգանիզմի համար։ Այո։ Էլ չասեմ, դե որ մենք Զատկի տոնը իհարկե շատ գեղեցիկ այստեղ առեթ կունենանք նշելու անպայման, չամիչով փլավով, միանշանակ լավաշով են որ սարքում են, չես են։ Այո։ Շերտերով, ոնց հասկացա դու այդպես էլ պատրաստելու ես։ Ինձ թվում է ձուկն էլ չէր խանգարի։ Անպայման։ Ո՞ւմ, Ոչինչ չի ձուկը, խանգարի։ տապակած կանաչին, բա խաշած ձուն գույներով որ կանենք երևի մենք բոլորս միասին։ Հայտնի տարբերակով։ Այո։ Համեմը փաթաթում ենք ձվի վրա, գեղեցիկ ու դառնում է ընտիր ծաղիկ։ Իմիջիալից ամենասիրունն է ստացվում, ես ինչքան հասկացել եմ։ Լավ։ Եվ այդ նորարարություններից շատ ավելի գեղեցիկ է, ոնց որ փայլուն հետաքրքիր ձվեր են, սարքում։ Այն մեկ ավելի գեղեցիկ է։ Դու համաձայն ես։ Այո, ես միշտ քեզ հետ համաձայն Մեկը չի սարքելու, ուղղակի տենց նայելու է։ Դրա համար համաձայն եմ։ Ես համեղ կսնվեմ, ես դրա կողմնակիցն եմ։ Սիրելի հեռուստադիտողներ, մեր առավոտը այսօր այսքանն էր, ձեզ իհարկե լավ ենք մաղթում, եւ քանի որ մենք խոսեցինք իհարկե առողջարար սնվելուց եւ վիտամիններից, դրանց պակասությունից, բայց ասենք որ նաեւ դրա ավելցուկն էլ շատ ավելի վատ վնասներ կարող է բերել, մենք ունենք տեսանյութ վիտամինների մասին։ Հուսանք, որ տեսանյութը նաեւ կպատմի ինչպես ճիշտ օգտվել վիտամիններից եւ ամեն անգամ առիթ չունենանք օրինակ խմելու ինչ-որ X վիտամին, որովհետև մեր ընկերուհին խմել է ու ոնց որ թե վատ չի եղել։ Առհասարակ վիտամինների հետ պետք է զգույշ լինել եւ իհարկե գոնե թե տալ անալիզներ, հասկանալ իսկապես պակասություն կա եւ ինչքան ու նոր բժշկի ցուցումով ունենալ ընթացքը վիտամիններ ընդունելու։ Առհասարակ առողջության հետ պետք է խաղ չանել եւ շատ զգույշ լինել իր հետ, որովհետև այդ ամենաառաջինն է, կա առողջություն, հաջորդիվ մենք կարող ենք սարեր շուռ տալ, ինչպես ասում են։ Ու գնալ։ Ձեզ լավ ենք մաղթում, այո։ Սարեր շուռ տալ ու գնալ։ Կհանդիպենք վաղը։ Հաջողություն։